Դեկտեմբերի 23-ին Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ երգահան, ռեժիսոր, լուսանկարիչ եւ գեղանկարիչ Կարեն Գրիգորյանի ճանապարհը խորագիրը կրող հեղինակային երեկոն, որով ամփոփվեց նրա 5-ամյա ստեղծագործական գործունեությունը։ Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին Կարեն Գրիգորյանի հրեշտակը տանիքների վրա գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել եւ հանդիսատեսին էր ներկայացվել դեռևս 2007 թվականին։ Հաջորդը Սլաքեյի կողմից պատրաստված միշտ հանուն ոչ թե ընդդեմ խորագրով ֆիլմն էր, որը ներկայացնում է Կարեն Գրիգորյանին որպես անհատ նրա ստեղծագործական գործունեությունը։ Երգահան, ռեժիսոր, նկարիչ, լուսանկարիչ, թեև զարմանալի է, բայց այս ամենը վերագրվում է մեկ մարդու՝ Կարեն Գրիգորյանին, ում համար հոգեհարազատ է արվեստը, իսկ այս ամենը հենց արվեստի մասն են կազմում։ Իմ համար բոլոր ստեղծագործություններն էլ, բոլոր ցուցահանդեսներն էլ, առասարակ բոլոր նախագծերն շատ թանկ են, ես չեմ կարող առանձնացնել, բայց ինձ համար ավելի այսպես շատ հոգեհարազատ դարձավ Emotions այն սկավառակը, ինչ որ առումով սա շատ ավելի սպասված էր ու շատ ավելի դժվար հասա սրան, քան մյուս նախագծերին, որովհետև ավելի ժամանակատար էր։ Հետաքրքիր է զբաղվել ամեն ինչով ու կարծում եմ, եթե ստացվում է, կշարունակեմ զբաղվել, եթե չստացվեր, ապա չէի զբաղվի։ Ինձ համար միանշանակ մեկը մյուսին օգնում է։ Կարեն Գրիգորյանի ստեղծագործական գործունեության ամփոփիչ երեկոյին նրան շնորհավորելու են եկել իր ընկերներն ու մտերիմները։ Արդեն մի տարուց արվել է, որ մենք ես ու Կարեն Գրիգորյանը լավ ընկերներ ենք, ես մասնակցել եմ իր ֆոտոշարքին, ցուցահանդեսին, ընդդեմ Սպիդի, այդ լուսանկարը երկրորդ տեղագրավել Գերմանիայում ու ինձ շատ է դուր գալի, որ ինքը շատ աշխատասեր է ու նպատակասլաց։ Երեկոյի ընթացքում Կարեն Գրիգորյանը ներկայացրեց իր 13 անհատական ցուցահանդեսներից լավագույն լուսանկարները։ Այնուհետև ջերմ եւ հաճելի մթնոլորտում տեղի ունեցավ համերգային ծրագիր դասական երաժշտական կատարումները, որոնք Կարեն Գրիգորյանի ստեղծագործություններն էին։ Կարեն Գրիգորյանը շարունակելու է հաճելիորեն զարմացնել իր հանդիսատեսին։ Մարտ ամսին լույս կտեսնի երգահանի երկրորդ ձայնասկավառակը։ Լուսինե Հովհաննիսյան, Հովիկ Գրիգորյան, Սլաքեյ։